Ինչ է ընտանեկան բռնությունը։ Ով, ինչպես եւ ինչու է դիմում բռնության։ Ինչպես տարբերել զույգերի միջև սովորական վիճաբանությունն ու ընտանեկան բռնությունը։ Ինչ կերպար կարող է ունենալ բռնություն գործադրող անձը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ ոչ ոք չի սովորեցրել։ Բայց այս հարցերի պատասխաններից է կախված ոչ միայն մեր կյանքի որակը, այլև մեր երեխաների, մեր ընտանիքների ճակատագիրը։ Սիրելի կանայք, այլևս չենք հանդուրժում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում ինձ են միացել մեծ թվով պրոֆեսիոնալ կանայք, ովքեր տրամադրում են արժեքավոր նյութեր երևույթի մասին մեր ճանաչողությունը մեծացնելու նպատակով։ Մասնավորապես Անի Կոջոյանը մեզ համար մշակել է ընտանեկան բռնության շրջանակը։ Անի Կոջոյանը Երևանի Պետական համալսարանի դասախոս է, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության և կրթության հարցերով փորձագետ։ Եվ այսպես։ Ընտանեկան բռնությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվում է որպես մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը և հանրային առողջապահության կարևորագույն խնդիր։ Ընտանեկան բռնության ցանկացած ձև, ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական, խախտում է և ոտնահարում անձի արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ կամ արտահայտման, անձնական անձեռնմխելիության և կյանքի իրավունքները։ Ընտանեկան բռնության հիմքում ընկած է ոչ թե զայրույթը, ընտանեկան վեճը կամ հավասար երկու կողմերի միջև վիճաբանությունը, այլ մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատման և պահպանման ձգտումը։ Բռնությունը կապված չէ բռնություն գործադրող անձի, ինչպես նաև բռնության ենթարկված անձի կրթության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, եկամտի կամ հանրային հեղինակության հետ։ Բռնությունը վարք է, բռնություն գործադրող անձի վարք։ Ընտանեկան բռնության բնորոշ առանձնահատկություններից է դրա ցիկլային բնույթը։ Ժամանակի ընթացքում բռնության դրսևորումները դառնում են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի դաժան։ Միաժամանակ ընտանեկան բռնությունը հաճախ թաքնված երևույթ է։ Այն երբեմն չի բարձրաձայնվում պայմանավորված բռնության ենթարկված անձի վախով, կախվածությամբ, ամոթի կամ մեղքի զգացումով, հասարակական կարծիքով և որը ամենակարևորն է հետագա բռնությունից խուսափելու ցանկությամբ։ Այսպիսով արձանագրենք. բռնությունը վարք է։ Բռնության նպատակը տուժողի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատումն ու պահպանումն է։ Բռնության հիմքում անհավասար հարաբերություններն են, այլ ոչ թե զույգի միջև սովորական կոնֆլիկտը։ Սովորական կոնֆլիկտները ընտանեկան բռնություն չեն։ Ալկոհոլի օգտագործումը, աղքատությունը, գործազրկությունը կամ այլ սոցիալ-տնտեսական դժվարությունները կարող են նպաստող գործոններ լինել, սակայն չեն հանդիսանում բռնության պատճառ և չեն արդարացնում այն։ Եվ վերջապես, բռնություն գործադրող անձը կարող է հասարակական կյանքում ունենալ ընդունելի, նույնիսկ հարգված վարքագիծ, մինչդեռ ընտանիքում դրսևորել բռնի, հարկադիր վերահսկող վարք։ Սիրելի կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորտ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են։ Ինչ պետք է անենք։ Պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա ոչնչացնենք։ Շնորհակալություն։